Շատ բարի ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը։ Ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնարհ ծառան, համացանցում հայտնի հայուհի անունով։ Մինչ իմ հյուրին ներկայացնելը ձեզ պիտի խնդրեմ, հորդորեմ, կոչ անեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, ինչպես նաև մեկնաբանություններ գրեք, իհարկե ջերմ մեկնաբանություններ, հավանեք մեր հոլովակները եւ կիսվեք ու տարածեք դրանք։ Իսկ այս պահին ներկայացնեմ իմ հյուրին, Լիլիթ Հովհաննիսյան։ Ողջույն Լիլիթ։ Շնորհակալ եմ մեր տաղավար գալու համար։ Ես ամփոփ ներկայացնեմ ձեզ հերոսների վերականգնողական քաղաք հոգեկան առողջության կենտրոնի համահիմնադիր։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ եմ նախ այս գեղեցիկ հաղորդաշարին հյուրընկալելու համար։ Եվ առաջին հարցը. Ինչպես ծնվեց կենտրոնը։ Իրականում կենտրոնի գաղափարը մեր հիմնադիր Սուրեն Արենցինն է, պատերազմից հետո է այս միտքը առաջացել, որ պետք է կառուցենք հոգեկան առողջության կենտրոն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո է այս գաղափարը ծնվել, քանի որ պատերազմի ընթացքում տեղորայքային միջոցներ, վիրահատական այդ ամբողջ աշխատանքների կազմակերպմամբ էինք զբաղված եւ անմիջապես տեղյակ էինք, թե ինչ է կատարվում սահմանում, բարեբախտաբար ամպուտացված հիվանդների քանակը, անձերի քանակը չէր գերազանցում 350 անձը, որոնք նաև պաշտոնական թվեր են դրանք, իսկ հոգեկան խնդիր ունեցող անձանց թիվը գերազանցում է 14000-ից ավելի, ովքեր մասնակից են պատերազմին եւ պատերազմի այս չարաբաստիկ տեսակից, կիրառված զենքերից եւ զոհերի քանակից հոգեկան խնդիրները այն անձանց մոտ էր առաջացել, ովքեր ողջ էին մնացել բարեբախտաբար, բայց ձեռք են բերել հոգեկան առողջության հետ կապված տարատեսակ խնդիրներ։ Չենք կարող ասել, դա կարիք էր կարծես թե ձևավորված, որ պետք է հիմնել այսպիսի կենտրոն, որպեսզի այն տղաները, ովքեր ողջ են մնացել, աջակցել, որպեսզի կարողանան ապրել եւ շարունակել իրենց կյանքը։ Այսինքն կենտրոնը ստեղծվել է անհրաժեշտությունից դրդված, թերևս այսպես կարելի ասել։ Անհրաժեշտությունից դրդված է կառուցվել եւ իրականում, երբ որ սկսում ենք այս ամբողջ աշխատանքները, անգամ պատկերացում չունենք ինչպիսի դժվարություններ էր առջևում է սպասվում, բայց վստահեցնում եմ, որ առաջին հերթին դա Աստծո կամքն է, որ այս ամենը ինչ ունենք այս պահին եւ նաեւ այն մեր բոլոր գործընկերներին, ովքեր հավատարմորեն քայլում են մեզ հետ, աջակցում են, որոնց շնորհիվ այսօր կենտրոնը կա եւ շարունակում է գործունեությունը։ Այս պահին ինչ ընթացքի մեջ եք, ինչով եք զբաղված, արդյոք ապագայի հետ կապված խոշոր պլաններ կան ծավալվելու գուցե։ Կենտրոնը, քանի որ իր տարածքային առումով բավականին մեծ է, իր մակերեսը 5600 քառակուսի մետր է եւ այնտեղ նպատակներ եւ իդեաներ իրականացնելու բավականին լավ վայր է։ Այս պահին ունենք թերապիայի վայրեր, որտեղ կազմակերպվում են այդ անհատական խմբային թերապիաները, նաեւ ունենք հերոսների հացատուն, որտեղ նաև կրկին թերապիաներ են կազմակերպվում արդեն զոհվածների ծնողների հետ, երեխաների հետ ամառային ճամբարը շատ հետաքրքիր ձևաչափով կարելի ասել ամենասիրած նախագծերից մեկն է։ Ես տեսել եմ Facebook-յան էջում, շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ է այդ ամենը։ Նաև առաջիկայում կառուցում ենք խնամքի կենտրոն, որտեղ նաև նյարդաբանական, ասեղնաբուժության, նաև այդպիսի անվճար բուժումներ կկազմակերպեն զոհվածների ընտանիքների, պատերազմի մասնակիցների համար։ Առաջիկայում նաև կառուցելու ենք ձմեռային այգի, որոնց եւս ծառայելու է թերապիայի որպես վայր, նաև կառուցելու ենք շատ կարևոր մի կառույց, որ մշակութային էլեմենտներ իր մեջ կկրի, դա համերգասրահն է լինելու, որտեղ բարեգործական համերգներ կազմակերպելու արդյունքում կկարողանանք նաև կենտրոնը տանել ինքնաֆինանսավորման։ Մեր նպատակներից մեկը դա է, որ անվճար բուժումներին զուգահեռ նաև ծրագրերը այնպես կազմել, որ վերջի վերջո կարողանա կենտրոնը ինքնաֆինանսավորման միջոցով հոգա իր կարիքները։ Այսինքն այդտեղ զինվորներն են ստեղծագործելու, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ձեր շահառուներն են եւ մեծամասամբ զինվորները։ Այո, ինչ ծրագիր մենք նախագծում ենք, բնականաբար այդ այցելուները շահառուներն են իրականացնող կողմը, ինչ դասընթացներ է կազմակերպում տղաների համար։ Ինչ դասընթաց։ Խոհարարական դասընթացներ ունենք, որոնց արդյունքում նաեւ տղաները անցնում են աշխատանքի։ Հիմա այս պահին ունենք ծրագիր մանկական 3D մոդելավորման դասընթացներ, որտեղ մասնակցելու են արդեն որոշակի սարքավորումներ նվիրատվություն մեր լավ ընկերներից Ֆրանսիայի բնակ
Նայիրի պարային համույթի ղեկավարներն են, որոնք կազմակերպում են այդ ծրագրի իրականացումը, երեխաների դասընթացներ են անցնում 3D մոդելավորման եւ արդյունքում արտադրանք է ստեղծվում, որը հնարավոր է վաճառել եւ այդ ծրագրի շարունակականությունը ապահովել։ Դա զոհվածների ընտանիքի երեխաների համար են եւ նաեւ երեխաները ժամանակակից մասնագիտության շատ ավելի մոտ է լինում եւ հետագա մասնագիտական կողմնորոշման առումով եւս կարեւոր դեր կունենա իրենց կյանքում։ Լիլիթ, ինչպես է ամբողջ process-ը ձևավորվում, ինչպես եք գտնում զինվորներին, շահառուներին, ինչպես եք բերում ձեր դաշտ եւ որքան է տևում այդ գործընթացը։ Ցավոք սրտի կենտրոնում շահառուների պակաս չկա, քանի որ տարիների ընթացքում խնդիրները գնալով բացահայտվում են եւ երբևէ խնդիր չենք ունեցել շահառուներ ընդգրկելու համար աշխատանք տանել, չնայած որ գործունեությունը սոցիալական է ճանաչվում, քանի որ բացառապես անվճար են մեզ մոտ կազմակերպվում թերապիաները, քաղաքապետարանի որոշմամբ ամբողջ քաղաքում միգուցե տեսել եք նաև սոցիալական ինֆորմացիոն կրող մեր կենտրոնի պաստառները, որտեղ իրազեկում ենք որ կարող են իրենց իրավունքից օգտվել անվճար այցելել եւ հոգեբանական աջակցություն ստանալ կենտրոնում տեղեկատվական առումով բավականին հաճախ մեր համահիմնադիրը եթերներում է լինում դրա մասին խոսում ենք նախագծերի մասին է մշտապես լուսաբանում եւ այստեղ շատ մեծ կարեւոր դերակատարում ունի լրատվամիջոցները որոնք մշտապես մեր կողքին են եւ լուսաբանման առումով շատ առատ են շատ բաց են եւ փորձում են ամեն կերպ լուսաբանել կենտրոնի գործունեությունը, որի արդյունքում իրազեկում են ամեն մեկ իր իրավունքից, որ կարող են այցելել կենտրոն։ Եվ ամենակարևոր շահառուների այցելության համար նպաստում է արդեն իսկ խնդիրները հաղթարած տղաները, որոնք խորհուրդ են տալիս իրենց ընկերներին։ Այստեղ մարքեթինգում էլ կա սարաֆան ռադիո տարբերակը ամենալավն է աշխատում։ Սա մի ձևաչափ է, որը կենտրոնի այցելուների առումով այդպես խնդիր չի դրվել։ Իսկ չասացիք, թե ինչպես է տեղի ունենում եւ մոտավորապես որքան ժամանակ է տևում այդ թերապիան, հա, այդպես է կոչվում։ Այո, քանի որ հոգեբանական թերապիաները դրանք շատ անհատական են, ինչպես մարդու հոգին յուրաքանչյուրինը տարբեր են եւ խնդիրներն են դրա հետ զուգահեռ տարբեր լինում։ Սովորաբար միջինացված թերապիայի ժամկետները կարող են նշել մինչև 6 ամսից 1 տարի ժամանակահատվածում, բայց հոգեբանը դառնում է իրենց հավատարիմ մասնագետ իրենց կյանքի համար, եթե որևէ փուլում իրենք խնդիրներ են ունենում, անպայման իրենք կապ են հաստատում իրենց հոգեբանի հետ եւ կարողանում են այդ պահին իրենց խնդրի լուծումը հոգեբանի հետ քննարկել։ Այսինքն իրենք մշտապես ունենում են թերապիայի հնարավորություն, բայց այցելության առումով հնարավոր է, որ 6 ամսից 1 տարվա կտրվածքով ամփոփեն եւ իրենց թերապիաներն ավարտեն։ Այստեղ կարծում եմ շատ կարևոր է նշել, որ ձեր մատուցած բոլոր ծառայությունները բացառապես անվճար են, որովհետև կարծում եմ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարծեն, որ դրա դիմաց որոշակի գումար պիտի տրամադրեն կամ վճարեն, բայց դուք էլ ասեք, որ ի սկզբանե եղել է միտում անվճար կենտրոն ստեղծելու, ավելի մանրամասն ներկայացրեք այս մասով։ Կենտրոնի բոլոր ծառայությունները անվճար են պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքի անդամների, անհետ կորածների, անգամ այս վերջին շրջանում միացել են նաև անվճար հոգեբանական աջակցության օգտվող այցելուներ նաև Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր կարող են մեզ մոտ անվճար թերապիաներ անցնել, հոգեբանական, իհարկե լինում են դեպքեր, որ խնդիրը ավելի բարդ է լինում, նաև հոգեբուժ է միջամտում այդ թերապիաների Մեզ մոտ բարեբախտաբար հաջողվել է հոգեբան եւ հոգեբուժ համատեղ աշխատել, շատ հաճախ կարծես թե այդ երկու մասնագետները փորձում են իրենց կարևորությունը նշելով իրենց դաշտ տանել այցելուին, մեզ մոտ բարեբախտաբար դա ստացվել է համատեղ աշխատելը հոգեբանական աջակցությունները դա պետության հոգացությունից դուրս է, քանի որ ինքը դեռ լիցենզավորման փուլ պետք է անցնի, որպեսզի հասկանան, որ նախարարության կազմում է դա վերահսկվելու, հոգեբուժականները այո, առողջապահական մասում են, բայց հոգեբանական աջակցությունները դրանք դեռ չլիցենզավորված գործունեություն է պետության կողմից,
դրա համար այստեղ շատ բաց ունենք եւ պետություն չի կարողանում հոգալ այդ մասը եւ սա մնացել է մեր պես կազմակերպությունների ուսերին եւ մեր նպատակն է խնդիրը ավելի վաղ ժամանակում լուծել, որպեսզի չդառնա հոգեբուժական։ Եվ կենտրոնում ամենակարևոր նաև ձեռքբերումներից մեկը նա է, որ թերապիաներում կիրառվում են նաև VR տեխնոլոգիաները, որը համաշխարհի VR տեխնոլոգիաները, դրանք բուժական թերապիայի միջամտության մեթոդներ են, որ ամբողջ աշխարհում կիրառվում է։ VR տեխնոլոգիաները դրանք բժշկական գործիքներ են, ի սկզբանե ասեմ լիցենզավորված, որոնք հագնելով աչքերին մասնագետի պարտադիր մեր բոլոր մասնագետները լիցենզավորված են այդ մասով, հայտնվում են տվյալ միջավայրում հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում տվյալ խնդրի մեջ են հայտնվում եւ կարողանում են ուղղորդմամբ այնտեղ բավականին մասնագիտական միջամտություններով փորձում են խնդիրը հաղթահարել։ Դրանք օրինակ ամենատարրական խնդիրներից մեկը կլաստրոֆոբիան, որ անգամ մենք բոլորս կարող ենք ունենալ, վախերի հաղթահարման սարք է մասնագիտական։ Ինչ հետաքրքիր է։ Ինչքան ապրում ես, այդքան սովորելու բան կա, չէ՞։ Ես շատ հաճախ եմ եղել զինվորի տանը, ունեմ լավ ընկերներ, ովքեր 44 օրյայից հետո բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ ֆիզիկական եւ հոգեկան, ժամանակը այդուամենայնիվ չի էլ օգնում, չի բուժում, չի կարգավորում ամեն ինչ, բայց ուզում եմ հարց հնչեցնել, դուք եւ զինվորի տունը, ձեր կազմակերպությունը եւ զինվորի տունը որևէ կերպ համագործակցում եք, եզրեր գտել եք, թե փորձել չի արվել անգամ։ Իրականում մենք բոլոր մեր միջոցառումներին հրավերներ ուղարկել ենք։ Մեր կենտրոնում այցելում են նաև զինվորի տանը բուժվող տղաներ, որոնք ֆիզիկական վերականգնում են անցնում, մեզ մոտ անցնում են հոգեբանական աջակցման թերապիաները։ Հենց դրա համար եմ հարցնում, որովհետև հրաշալի համագործակցություն կստացվեր արդյունքում։ Այցելում են եւ մեզ մոտ քանի որ որևիցե եթե պատերազմի մասնակից են, արդեն իսկ մեր այցելուն են համարվում, միգուցե այնտեղի արդեն բուժվողները զուգահեռաբար մեր այցելուների շարքին են դասվում։ Այս պահին արդեն մոտ 4 տարվա աշխատանքից հետո ինչպիսի արդյունք ունեք եւ արդյոք գոհացնում է ձեզ այդ արդյունքը։ 2021 թվականին ապրիլին, երբ որ հիմնարկեցի արարողակարգն էր մեզ մոտ եւ բացառապես ամայի տարածքում էր այդ քաղաքը, որ պետք է այսպես ասած հիմնվեր, պատկերացումներ անգամ չունեինք ինչ էր մեզ սպասվելու կառուցման ընթացքում, բայց բարեբախտաբար մեր հայ արտադրողների, բարերարների շնորհիվ կարողացանք կառուցել եւ նույն տարվա դեկտեմբերի 25-ին առաջին մասնաշենքի բացումը տեղի ունեցավ եւ մի քանի ամսում կառուցվեց դա եւ գրեթե դեկտեմբերի 25-ից կարողացանք ընդունել զինվորների եւ մինչ օրս մեր առաքելության շրջանակում գործում է կենտրոնը, մոտավորապես այս 3-4 տարիների ընթացքում արդեն 2000-ից ավելի այցելու ենք ունեցել, որոնք հաղթահարել են իրենց խնդիրները, վերադարձել են կյանք, ունենք շատ հաջողված դեպքեր, ովքեր ամուսնացել են, ովքեր չէին ցանկանում աշխատել, հիմա կարողանում են աշխատել եւ իրենց բարեկեցությունը ապահովել եւ ամենակարևորը կարողանում են ապրել։ Մեր հաջողությունները դրանք այն մարդկանց հաջողակ պատմություններն են, որոնք կարողացել են հաղթահարել իրենց խնդիրները եւ դարձել են կենտրոնի քաղաքի բարեկամներն ու քաղաքի բնակիչները եւ թերապիաների ավարտից հետո պարզապես այցելում են ուղակի զբոսնելու, քանի որ կենտրոնում ունենք շատ գեղեցիկ պուրակ, Վարդան Ամալյանի անունով անվանակոչված, որտեղ ամեն ինչ հարմարեցված է, գեղեցիկ մշտադալար ծառերը, նստարանները, պարզապես այցելում են, այդտեղ ունենք հացատում, որտեղից կարող են սուրճ վերցնել, զբոսնել, իրենց ընկերների հետ գալ, ուղղակի մեզ այցի, դրանք մեր այն հաջողություններն են, որոնք գրանցել ենք եւ կարծում եմ ամենամեծ հաջողություններից նաեւ նա է, որ
այն ընկերությունները, ովքեր 2021 թվականին մեր կողքին են եղել, որովհետև գիտեք, պատերազմից հետո էմոցիաները շատ բուռն են եւ մարդիկ պատրաստական են աջակցության, որովհետև յուրաքանչյուրը իր պարտքն է համարում, որևէ կերպ աջակցել այս տղաների կյանքի բարելավմանը, բայց կարծում եմ մեր կենտրոնի նաեւ հաջողություններից մեկը նաև որ այն գործընկերներն ովքեր առաջին օրվանից մեզ հետ են եւ հիմա որևիցե նախագիծ պլանավորելուց իրենք կրկին մեզ հետ են ես կարծում եմ դա այդ գնահատական է եւ մշտապես մեր կողքին լինելը դա ամենամեծ արդյունքն է որ կարողանում ենք գրանցել իհարկե զուգահեռ այն բուժումներին որը կազմակերպվում է մեզ մոտ եւ նաեւ անպայման ուզում եմ նշել ինչու են նաեւ բաց թողեցինք այնտեղ ինչու են այցելում կենտրոն տղաները քանի որ մենք երբևէ չենք լուսաբանում իրենց այցերը այս ապահով եւ հարմարավետ դաշտ իրենց ավելի է օգնում որ իրենք ավելի արդյունավետ կազմակերպեն իրենց թերապիաները գիտեն ոչ ոք իրենց չի նկարում համակարգչում իրենց տվյալները ներառված չէ որովհետեւ խնդիրը հաղթահարում են եւ վերադառնում են կյանք պարտադիր չէ քանի որ Հայաստանում մի փոքր ընկալումն է տարբեր, երբ որ հոգեկան խնդիր շատ հաճախ այլ կերպ են ընկալում եւ պիտակավորումը շատերի համար բնականաբար խոչընդոտ կարող է դառնալ, որպեսզի չհայցելեն կենտրոն, սա նաեւ ամենամեծ գրավականներից է, որ ունենք եւ իհարկե այն մասնագետները, որոնք հստակ մասնագիտացված են զինվորների հետ աշխատանքի թերապիաներում։ Նաեւ ուզում եմ նաեւ մեր հոգեբաններին մեր թիմին շնորհակալություն ասել, քանի որ իրենք անվճար են մեզ մոտ աշխատում եւ համարում են իրենց առաքելությունը եւ իրենց պարտքը, որ անվճար կամավոր սկզբունքով կարողանում են աշխատել մեզ մոտ։ Իսկապես մեծ գործ են անում, ես խոնարհվում եմ։ Ես ուզում եի ձեզ հարցնել, թե ինչու հաջողության պատմությունները չեք առանձնացնում, որովհետև Facebook-յան էջը ես ուսումնասիրել եմ եւ այդտեղ կարծես թե չկան նման պատմություններ եւ առհասարակ որևէ ընդգծված անուն ազգանուն չկա, որպեսզի նշվի, որ օրինակ ինքը եկել է որպես շահառու, ինչ որ ժամանակ անց հաջողել է եւ հիմա, այսպես ասած, նորմալ կյանքով է ապրում, բայց դուք արդեն հնչեցրիք այդ հարցի պատասխանը եւ թերևս դա ավելի հասկանալի է։ Փորձենք հիմա ձեզ մի փոքր անդրադառնալ։ Ես գիտեմ, որ դուք զբոսաշրջությամբ եք նաև հետաքրքրված։ Հետաքրքիր է այս քաղաքը, վերականգնողական եւ զբոսաշրջությունը ինչ կապ ունեն իրար հետ։ Դեռ մնում եմ զբոսաշրջության ոլորտում, քանի որ այստեղ իմ գործունեությունը հասարակական բնույթի է։ Ես туриզմում կամ լինելու եմ, պարզապես ժամանակի հիմնական մասը քաղաքի նախագծերի իրականացման վրա է ժամանակը ծախսվում, բայց միևնույն է զբոսաշրջությունը մնում է եւ կմնա ինձ համար ամենահավատարիմ, ամենասիրելի աշխատանքներից մեկը, քանի որ առավել եւս ներգնա туриզմի մասին ենք եթե խոսում, այն սիրով, այն հայրենասիրության մոտ է դա, որ կարողանում ես քո երկիրը ներկայացնել դրսից եկած զբոսաշրջիկներին, դեռ չեմ դադարելու լինել զբոսաշրջության ոլորտում։ Եվ նաև սա պայմանավորված է, որ երկար տարիներ նաև ղեկավարել եմ Armenia Touristics ամսագիրը, որը հնարավորինս գեղեցիկ ձևով ներկայացնում էր Հայաստանը եւ Հայաստանի գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային վայրերը, հայտնի մարդկանց, որոնք մեծ դերակատարում են ունեցել երկրի ճանաչողության առումով, զբոսաշրջության եւ մշակույթի ձևաչափերում։ Դրա համար ինձ համար զբոսաշրջությունը երակներում հոսող արյան պես մի բան է եւ կմնա։ Մասնագիտությամբ հավանաբար հենց զբոսաշրջությանն եք, չէ՞, ավելի մոտ։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ղեկավարել եմ պարզապես, բայց ղեկավարել եմ այդ կառույցները, որ տուրիստական ոլորտներ, բայց աշխատանքի բերումով իրոք հասկացա, որ տուրիստական ոլորտը ինձ համար շատ հարազատ է։ Իսկ այսօր Հայաստանում ինչ վիճակում է զբոսաշրջությունը եւ ներգնա զբոսաշրջության մասին խոսենք եւ նաեւ դրսից եկող։ Իրականում կոവിഡ്ից հետո բավականին կտրուկ, քանի որ շատ մեծ թափ էր առել հետաքրքրություն դեպի Հայաստան եւ խմբերը բավական Ինչու հենց կոവിഡ്ից հետո։ Կոവിഡ്ից հետո նվազեց
Մինչ կոവിഡ്ը բավականին ծավալների առումով մեծ արդյունքներ ունեինք զբոսաշրջիկների հոսքի հետ կապված եւ իհարկե մեզ համար նաեւ աղետալի պատերազմը խոչընդոտ հանդիսացավ, որպիսի հետաքրքրությունը, քանի որ туриզմը իրենից ենթադրում է անվտանգություն, ամենակարևոր բանը туриզմի ոլորտում դա քո երկրի համար դա քո անվտանգ լինելն է, չնայած իր ուրախություն մեզ դեռ շարունակում է Հայաստանը մնալ անվտանգ երկրների ցանկում, որը շատ կարևոր է։ Այս պահին գոհացնող չեն ցուցանիշները, քանի որ երկրի ճանաչելիության, նորարարությունների առաջարկները պետք է շատացնեն, բայց հուսանք, որ այս ցուցանիշները կփոխվեն, դրսում ապրող մարդ իր կյանքում մեկ անգամ կարող են նախատեսել գալ Հայաստան որպես պատմամշակութային երկիր տեսնել, ծովափնյա երկիր չենք, որպեսզի ծով չունենք, որպեսզի ամեն տարի ցանկություն ունենանք գալ Հայաստան։ Դրա համար պետք է մշտապես ունենանք հետաքրքիր առաջարկներ, որ նույն զբոսաշրջիկին պարբերաբար հրավիրենք մեր երկիր։ Ինչ է արվում այս պահին դրա համար։ Туриզմի կոմիտե, որպես այդ կցված էկոնոմիկայի նախարարությունը կա туриզմի կոմիտե, որի գործառույթն է երկրի ճանաչելիությունը բարձրացնել աշխարհում։ Իհարկե մասնավորի առումով կարող ենք ասել, որ բավական մեծ աշխատանք է տարվում նույն ռեստորանների բազմազանության, հյուրատների, հյուրանոցների, անգամ ցանցային հյուրանոցների առումով չունենք պակաս։ Այստեղ ավելի շատ աշխատանքը պետք է տարվի երկրի ճանաչողության տարվող աշխատանքներում։ Մասնավոր կարծես թե իր գործը բավականին լավ կատարում է, ինչը պետք է սպասարկի туриզմի ոլորտում։ Զբոսաշրջության հետ կապված եւս մեկ հարց. ինչ կփոխեիք այդ դաշտում այսօր։ Կարծում եմ նորարարությունները, որը ժամանակի շունչը պետք է զգալ եւ առաջարկել, օրինակ նույն միջազգային ցուցահանդեսներին, երբ որ մենք ներկայանում ենք, ես մշտապես լինելով Մոսկվայի կազմակերպող ցուցահանդեսներին, մեր տաղավարը բավականին խղճուկ է, ինչը չի գայթակղում եւ քանի որ ոլորտում ենք եւ իրազեկ եմ ամբողջ ինֆորմացիային, մենք խնդիրներ չենք բարձրաձայնում։ Մենք միայն դժգոհում ենք եւ խնդիրներ չենք բարձրաձայնում, իսկ խնդիրները երբ որ չի բարձրաձայնում, լուծումներ չեն մշակվում։ Այստեղ այդ խնդիրը ունենք դրսում գեղեցիկ ներկայանալու, մի քանի հարցազրույցներ, բլոգերներ բերել Հայաստանի մասին նկարելով դա հարցը չի լուծվելու, որովհետեւ այստեղ ավելի շատ պետական մասշտաբի միջամտություն է պետք երկրի ճանաչողության համար եւ դրսում ավելի գեղեցիկ, ավելի հզոր, ավելի քանի որ մենք ամբողջ պոտենցիալ ունենք որպես պատմամշակութային երկիր։ Ես չեմ ասում ժամանցի, չնայած որ ժամանցներ մեզ մոտ կարելի է գեղեցիկ կազմակերպել, բայց մենք այնպիսի արժեքներ ունենք, որ վստահ եմ աշխարհին զարմացնելու շատ բան ունենք։ Նորից պետք է վերադառնանք պետական միջամտությանը, նույն հայկական խոհանոցի վերհանումը, պահպանումը, նաև խոհարարների, ասոցիացիաների եւ պետության հետ համագործակցության արդյունքում պետք է ամրագրել, միայն հասարակական գործունեությամբ կամ անհատի միջոցով դա հնարավոր չի անել, բայց ինչ խոսք туриզմում շատ կարևոր դեր ունի խոհանոցը եւ туриզմում մի ասացվածք կա, ասում են սոված տուրիստը ամենավտանգավոր բանն է երկրի համար, դա ասում ենք, բայց դա բավականին իր մեջ ճշմարտություն ունի եւ Հայաստանում մենք աշխատելով հիմնական զբոսաշրջիկների հետ տուրի ընթացքում, տուր ծրագրի ընթացքում շատ կարևորում է սնվելու այդ հատվածը եւ վստահորեն կարող եմ ասել խոհանոցը մեծ դերակատարում ունի туриզմի զարգացման, տուրերը ավելի գեղեցիկ անցկացնելու, իհարկե ոչ միայն սնվելու, նաև արվեստի ձևով ներկայացնելու ձևաչափում։ Քանի որ խոսեցինք արդեն մի քանի տարբեր թեմաներից, ուզում եմ առհասարակ կնոջ դերին հասարակական կյանքում կնոջ դերին անդրադառնանք, հա, ըստ ձեզ ինչպիսին է այն այսօր կնոջ դերը մեր հայ հասարակական կյանքում եւ ինչպիսին պիտի լինի, ինչպիսին եք դուք այն տեսնում։ Առավոտյան այդ մասին մտածում էի, քանի որ պետք է գայի հարցազրույցի, հասկացա, որ նման հարց հնարավոր է հնչեցնել եւ այսպես մտովի վերադարձա պատմություն եւ մենք չգիտես 90-ական, 70-ական թվականներին կնոջ դերը ավելի ենք նվազեցնել, բայց երբ որ նայենք մեր պատմությունը
կինը, որը ավելի հզոր է եղել, ավելի կարողացել է խնդիրներ լուծել, դա պատերազմական դարաշրջաններում կնոջ դերը շատ է կարևորվել իր անգամ զենք կրելով եւ սահման գնալով եւ իր հայրենիքը տունը պաշտպանելու համար։ Ես հասկանում եմ ընդհանրապես մի հատված է, որ կարծես թե նվազեցվել է կնոջ դերակատարումը ուժեղ կերպարի առումով եւ կարծես թե նորից վերադառնում ենք նորից դրսևորումների առումով ուժեղ կնոջ կերպարին։ Հասարակական գործունեությունում սեռերի չի բաժանի, քանի որ մենք աշխատում ենք երկու սեռի ներկայացուցիչներով, չեմ կարող առանձնացնել, որ կինը ավելի լավ է դրսևորում, որովհետև մեզ մոտ էլ մշտապես շինարարական եւ նախագծային շատ համագործակցության փուլեր են։ Մենք հստակ տարանջատել ենք, որ ես ունեմ այս գործառույթը, մեր հիմնադիրը Սուրենը ունի այս գործառույթը, աշխատանքի այսպես բաժանում է տեղի ունեցել եւ եթե վերադառնանք կնոջ կերպարին, այստեղ չի առանձնացնի կին եւ տղամարդ, այստեղ կառանձնացնի մարդ, որ պետք է ազնիվ մտքեր ունենա մշտապես հասարակական գործունեություն ծավալելու մեջ։ Եվ դու մշտապես լինում ես շնորհակալ հոգեվիճակում, քանի որ մենք ոչ թե ֆինանսներ բաշխող ենք, մենք ֆինանսներ ներգրավելու եւ նախագծեր իրականացնելու գործառույթ ենք մշտապես իրականացնում, այստեղ դուրս է գալիս, որ եւ խնդրողի դերում ենք եւ կատարողի դերում ենք, այս առումով հասարակական գործունեությունը իրենց պահանջում է ազնվություն, մշտապես շնորհակալ լինելու այդ զգացումը քեզ պետք է չլքի, որովհետև քո անձնական ֆինանսները դու չես գործի դնում, այլ հավաքագրում ես մարդկանց միջոցները, որոնք վստահել են քեզ, եւ հասարակական գործունեությունում ամենամեծ ձեռքբերումը, մեծ արժեքը դա վստահությունն է, որը դու կարողանում ես ունենալ։ Դուք ասացիք, որ չեք առանձնացնում կնոջ եւ տղամարդու գործառույթները այս տեսանկյունից, հասարակական գործունեության տեսանկյունից, բայց մեր հանրությունը ունի կարծրատիպեր եւ դեռ չենք ձերբազատվել այս կարծրատիպերից, բայց խնդրում եմ դուք ձեր տեսանկյունից էլ մանրամասնեք, մեկնաբանեք, արդյոք ազդում են այդ կարծրատիպերը մեզ վրա մինչ այս պահը, թե արդեն կա որոշակի փխրունություն, այսինքն փափկել է արդեն այդ հանրությունը եւ կարծես թե էլ չի անդրադառնում այդ կարծրատիպերին։ Միգուցե մեր գործունեության ոլորտից է, որ սկսում ես հասարակության կարծիքները չկարևորել այն հասարակության, որը կվնասի աշխատանքին, երբ որ դու ունես նպատակներ եւ քո նպատակը վերջնակետին, արդյունավետ վերջնակետին հասնելն է եւ հասարակական գործունեությունը շատ իր դրական կողմն ունի, ինչու, երբ որ դու արդեն շփվում ես զտված գիտակից մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել։ Այստեղ դու առողջ արդեն մտածելակերպի, հանրության վատ առումովի նկատեմ այն կարծիքների, որը կարող է վնասել եւ չթողել քեզ առաջ գնալ։ Այստեղ շատ մեծ հաջողություն է այդ մարդկանց հետ հաղորդակցվելը, շփվելը, ամեն օր իրենց կարծիքները լսելը, այսինքն այստեղ արդեն դու գործ ունես ավելի մաքրամաքուր մարդկանց հետ, զուտ որպես այն բարձր գիտակցում ունեցող մարդկանց հետ, ովքեր պատրաստ են իրենց ունեցածից ներդրել, որպեսզի մեկ այլ մարդ, պատերազմի մասնակիցների դեպքում, զոհվածի ընտանիքի անդամներ իրենց ներդրման արդյունքում գոնե մի փոքր միջավայր ունենան, որտեղ իրենց կարող են անտեսված չզգալ եւ իրենց ցավը մի փոքր մեղմել։ Հասարակական գործունեությունից զատ անդրադառնանք հայ կնոջ կերպարին։ Ինչպիսին է այն ըստ ձեզ։ Կրկին վերադառնանք, որ դա ընկալման հարց է։ Յուրաքանչյուր կին ամեն մեկ իր կերպ է, իր կյանքի բովանդակության հետ է համադրում հայ կնոջ ընկալումը։ Հայ կինը ես կարծում եմ, որ պետք է լինի ինքնաբավ եւ չպայմանավորվի անձերով։ Երբ որ օրինակ հայ կինը եթե տղամարդու կողմից գնահատված չէ, ուրեմն ես այդպես չեմ պայմանավորվել երբեք։ Ես կարծում եմ, որ ինքնաբավությունը դա այն ամենահաճելի աստիճանն է, երբ որ կինը հասնում է։ Դա պայմանավորված կլինի լավ ընկերներով, թեկուզ լավ ընտանիքով,
թեկուզ աշխատանքով, եւ ամենակարևորը այդ զգացումն ունենալ է, որ հայկինը պետք է ինքնաբավ լինի եւ կարողանա ոչ թե միայն վերցնի, այլ մշտապես ինքը ցանկանա ինքը տալ։ Այստեղ հայ ուժեղ կնոջ, միգուցե սա ընդհանրական կնոջ մասն էր, հայ կինը պետք է լինի ինքնաբավ եւ չպայմանավորի կյանքում որևիցե անձերով, այլ առաջինը ինքը պատրաստ լինի ինքը տալ եւ լինել այն մեկը, որ պետք է քեզանից ստանա եւ ոչ թե դու սպասել առանց սպասելիքների կինը ինձ թվում ամենաուժեղ կինն է։ Շատ սիրուն էր ձևակերպումը, ինչու ենք անդրադառնում հենց կնոջ կերպարին, որովհետև մեկ ամսյակին ընդառաջ ենք նկարահանում այս մեր հարցազրույցը։ Լիլիթ, շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ էր այդ ամենը, բայց ուզում եմ նաև հայ ընտանիքներին անդրադառնանք։ Ցավով պիտի նշեմ, որ որքան ես եմ հիմա հասցնում դիտարկել, ուսումնասիրել, այսօր ընտանիքի ինստիտուտը կարծես ինչ որ իմաստով կորցրել է իր ուժը։ Մասնավորապես մեր երկրի պարագայում սա շատ լուրջ խնդիր է, ինչու որովհետև ինչպես ասում են ընտանիքը հանրության, հասարակության կարևորագույն բջիջն է։ Իսկ մեր երկիրը, մեր հանրությունը այդ կարևորագույն բջջի պահանջը շատ ունի։ Ինչպես անել, որպեսզի ընտանիքները կայուն մնան։ Ամենաբարդ հարցն էր այսօրվա։ Իրականում ամենակարևորը, որ այսօր հանդուրժողականությունն է նվազել ընտանիքներում, յուրաքանչյուրը փորձում է իր դերակատարումը ընդգծել, այդտեղ փլուզվում է ամեն ինչ, բայց եթե յուրաքանչյուրը իր տեղում է լինում, իր դիրքում եւ գծված սահմանները չեն հատում, այնտեղ ընտանիքը մնում է առողջ։ Ոչ պետք է ասել, եթե տղամարդը ձայնը բարձրացնում է, ուրեմն եթե կինը լռում է, դա խոսում է լավ բանի մասին, դա լավ բանի մասին չի խոսում ըստիս։ Դա խոսում է մի կարգավիճակի մասին, որը հետագա իր երեխաների դաստիարակության համար դա մեծ սպառնալիք է։ Դրա համար կարծում եմ հստակ սահմաններ ի սկզբանե չգծելու պարագայում բերում է այս ամենին։ Իսկ հիմա բոլորը փորձում են սահմաններ գծել։ Սահմանները գծելու արդյունքում կորցնում են իրատեսությունը եւ արդյունքում ունենք այսպիսի ոչ հաճելի պատկեր ընտանիքներում։ Քանի որ կրկին շեշտենք, որ մեկ ամսյակին ընդառաջ ենք նկարում այս թողարկումը, ուզում եմ կնոջ դերը նաև ընտանիքում, հա, մանրամասնեք, մեկնաբանեք ձեր տեսանկյունից։ Նախ առիթից օգտվելով, քանի որ մեկ ամսյակի շրջանակներում է հաղորդաշարը նկարահանվում, շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մեր սիրելի տատիկներին, Ես բոլորի կողմից ասեմ շնորհակալություն եւ ձեզ եմ շնորհավորում։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ եւս պետք է վերադառնամ ինքնաբավությանը, երբեք կյանքում մի պայմանավորեք անձերով, այլ հասունացեք ձեր մեջ հասունացրեք այն մեծ բերկրանքը, որ դուք արդեն կաք, ծնվել եք եւ շնչում եք, առողջ եք, ամեն ինչը գնահատելու եւ ընկալման մեջ է եւ ամենակարևորը շնորհակալ լինել Աստծուն եւ բոլոր ասպարեզներում կհաջողենք։ Մենք ունենք արագ հարցեր, քանի որ հաղորդումը կոչվում է հայը, հարցերը հիմնականում կապված են հենց հայի հետ, Հայաստանի հետ, հայրենիքի հետ։ Ով է հայն իր էությամբ։ Ով է հայն իր էությամբ։ Ես հաճախ անգամ հարազատ քույրիկ ունենալով դրսում ապրող միշտ ասում եմ, ես չեմ պատկերացնում առանց Հայաստանում չապրել է, ես կարծում եմ Հայաստանում ապրելով դու դառնում ես շատ ավելի լավ հայ, թողներեն ինձ դրսում ապրող մեր հայերը, բարեկամները, բայց կարծում եմ Հայաստանում ապրելով դու ուժեղացնում ես Հայաստանը։ Դրսի օգնությունները մեկ այլ հարցեր են լուծում եւ սփյուռքը եւս կարեւոր է, բայց սա իմ հանրատական մոտեցումն է, հայ մնալու համար պետք է ապրել Հայաստանում։ Հաստատ։ Հայի իրական ուժի գաղտնիքը ո՞րն է։ Մենք հետաքրքիր պետք է կարճ պատասխանեմ, բայց ասեմ, հայ իրական պետք է Հայաստան բրենդավորենք, միշտ ժպիտին էինք վերագրում, որ հայկական անկեղծ ժպիտը դա շատ կարեւոր է։ Ես ժպտամ լայն։ Որն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Ես կարծում եմ առաջին հերթին հայ մնալու համար ուղղակի պետք է լինել լավ մարդ, որպեսզի երբ որ այդ երկրում ես ապրում, կրելով այդ պատմամշակութային արժեքները, քո լավ մարդ տեսակով պահես քո հայի տեսակը։ Այսինքն առաջնահերթ պետք է լավ մարդ լինել,
որպեսզի կարողանաս քո երկրի հոգսերը պատմամշակութային արժեքներ կրես պատվով եւ այդ դեպքում կլինես արդեն իսկ լավ հայ։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը որն է։ Հյուրընկալ լինելը, ջերմ լինելը եւ պետք է ազնիվ լինենք։ Ազնվորեն սիրես քո երկիրը։ Դա շատ կարևոր է։ Ազնվորը, երբ ոչ թե ուղղակի խոսես, այլ իրոք երբ որ քո երկում ինչ-որ դրական լավ բան է տեղի ունենում, դա վերագրես քոնը։ Քո երկիրը պետք է զգաս քոնը, որ հայկականությունը շարունակվի։ Ամեն ինչը քո մեջով պետք է անցկացնես։ 3 հատկանիշ, որ հայը պարտադիր պետք է ունենա։ Պետք է գեղեցիկ հայերեն խոսի։ Դա շատ կարևոր է, երբ որ հայը գեղեցիկ չի խոսում, ես չեմ շատ ծանր եմ տանում այդ փաստը։ Գեղեցիկ հայերեն խոսելը, շատ լավ պատմություն իմանալ իր, որպեսզի կարողանա աշխարհում բանավիճել եւ պնդել, որ այո, սա հայկականն է եւ էլի անմնացոր սիրել Հայաստանը։ Առանց վերապահումների, առանց նախապայմանների։ Սեր առ հայրենիք։ Սեր առ հայրենիք, այո։ Որն է հայի առաքելությունը։ Պաշտպանել մեր երկիրը, սա առաքելություն է, սա օրհասական հարց է, քանի որ աշխարհաքաղաքական այս անցուդարձում պետք է ամուր մնանք մեր ոտքերին եւ այս փոքրիկ մեր Հայաստանը սարփորեն պահենք եւ ոչ թե խոսքով, այլ գործով, յուրաքանչյուր ազնվորեն իր աշխատանքով։ Եվ ինչպիսի Հայաստան եք պատկերացնում սրանից 20 տարի հետո օրինակ։ Նորարարական լուծումներով, բայց մեր հայկականը պահելով, որովհետև լինելով զբոսաշրջության ոլորտում երբեք դուք չեք կարող զբոսաշրջիկին գրավել ինչ-որ շքեղությամբ, այլ մեր պատմամշակութային վայրեր ուղղակի նորարարության ձևաչափի մեջ մատուցել։ Չենք կարող փոխել մեր խաչքարերը, մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային արժեքները, մատենադարան ոչինչ չենք փոխում, չէ՞, դրված է, բայց լուծումները մատուցման մշտապես կարիք ունեն նորարարությունների։ Լիլիթ Անսահման, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ համար։ Ես հուսամ որոշ ժամանակ անց մենք դեռ կհանդիպենք էլի մեր տաղավարում, որովհետև քանի որ կենտրոնը զարգացման ընթացք է ապրում, կարծում եմ հետո էլի պատմելու բան կլինի։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, թե ով էր մեր հյուրը՝ Լիլիթ Հովհաննիսյան, հերոսների վերականգնողական քաղաք հոգեկան առողջության կենտրոնի համահիմնադիր, նաև զբոսաշրջության սիրահար, նաև հրաշալի կին։ Եվ նաև պետք է հիշեցնեմ, հորդորեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որ բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, կիսվեք, տարածեք մեր հոլովակները, նաև ջերմ մեկնաբանություններ թողեք։ Մեզ շատ օգնած կլինեք այդպիսով։ Ես Անին եմ Զաքարյան, դուք դիտում եք Հայը հաղորդումը, կհանդիպենք։